Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 23-ն է 2026 թվական։ Աշխարհաքաղաքական շատ կարևոր իրադարձություններ կան, մանավանդ Իրանի հետ կապված, բայց շատ կարճ անդրադառնամ մեր թեմաներին։ Երեկվանից շատ է քննարկվում Նիկոլ Փաշինյանի այն վիրավորական արտահայտությունը կնոջ նկատմամբ երեխայի ներկայությամբ, բայց այնքան բուռն է քննարկվում, որ չնայած երեք ես կարճ անդրադարձա, բայց մի հատ էլ ուզում եմ հստակեցնենք, էլի։ Եթե այդ կինը ժամանակին շատ վատ է արտահայտվե Հայաստանի եւ հայաստանցու նկատմամբ հանդեպ, դա Նիկոլ Փաշինյանը չգիտեր, երբ որ նրան վիրավորում էր։ Այսինքն պետք չի, որ Նիկոլ Փաշինյանի արածը արդարացնեք այդ կնոջ վարքագծով, ոչ էլ այդ կնոջ արածը Նիկոլ Փաշինյանի վարքագծով։ Դե դու վատ ես խոսացել, պատասխանը ստացել ես։ Շատ վատ է, որ մենք այդ ձևով ենք առաջ գնում։ Եթե անարդարացիորեն շատ արցախցիներ միայն այս կինը չէ, վիրավորում են Հայաստանը եւ հայաստանցիներին, պարբերաբար դուք տեսել եք, որ ես այդ մասին խոսել եմ, փաստարկված ներկայացրել, թե այդ հայաստանցի Ղարաբաղցի սեպը ոնց է սկսվել խրել, հենց Քոչարյանի ժամանակ, որ մտածում էին, որ Արցախի բնակչությունը, հայ բնակչությունը չպետք է աճի, որովհետև պարտավորվել էին Ադրբեջանի հետ, որ հայ բնակչությունը նույն թիվը պետք է մնա պլեբիսցիտից առաջ։ Նշանակում ամեն ինչ պետք է անեին, որ այդ բնակչությունը չաճեր։ Մադրիդի փաստաթղթի մասին էլ, Կազանի մասին էլ, Զորի Բալայանի հայտարարությունները, նրանք ովքեր հետևում են, պարբերաբար գիտեն։ Ես դա ասում եմ, որ իմացեք, որ դա նպատակային այդ սեպը խրվել է։ Մենք ուղղակի պարզաբանում ենք, որ մարդիկ իմանան, եթե չեք իմացել, հիմա իմացեք, եթե չեք ուզում իմանալ, գոնե կիմանան հայաստանցիները, որ կասեն, տենց չի էլի, մենք այդքան բան ենք արել, իսկ այսպիսի գնահատականի վերաբերմունքի չպետք է արժանանայինք։ Այսինքն այստեղ կրքերը բորբոքելու ու սրելու տեղը չի, պարզապես բացատրելու, որ հա, հայրենիք եք կորցրել, եւ ժամանակ Հայաստանը ձեզ տուն է տվել եւ այն ժամանակ դուք գտնում եք, որ Հայաստանից առանձին պետք է լինեք, հիմա չեմ ուզում շատ խորանամ, հիմա դրա համար այս պարագայում նաև բայց մի ուրիշ խնդիր էլ կա, էլի, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է փախածներդ, սրա մեջ մի հատ ուրիշ հարց էլ կա։ Այդ մարդիկ, ովքեր անարդարացիորեն թեկուզ, բայց գտնում են, որ Հայաստանն է մեղավոր, Հայաստանի իշխանությունները, որ իրանք զրկվեցին իրանց տնից, բայց միևնույնն է, այդ մարդիկ չեն ցանկացել մնան Ադրբեջանում, իրանց տներում եւ ստանան Ադրբեջանի քաղաքացիություն եւ ապրեն ու աշխատեն այնտեղ։ Չեն ցանկացել։ Մեղադրելով անգամ Նիկոլ Փաշինյանին, մեղադրելով անգամ Հայաստանին, նրանք ասել են մենք ադրբեջանցու հետ չենք ապրի ու եկել են։ Ու հետները ոչինչ չեն բերել։ Հազիվ կարողացել են մի բան հավաքեն անհրաժեշտ ու դուրս գան։ Եթե նույնիսկ փախել են, բայց ինչ մահվան սպառնալիքի տակ էին, որ փախել են։ Բայց Ալիևի հետ եք խաղաղություն ուզում կառուցենք, բայց էլ մտածեք, ով որ դասալիքա դա ուրիշ խնդիր է, ով որ ժամ առաջ փախելա կամ իր երեխեքին հանելա դա ուրիշ խնդիր է, բայց այսօր կոնկրետ իրան ասում են մնա քուտանը ապրի աշխատի եւ ուղղակի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունի, նա ասում է չէ, ինչ որ հնարավոր է առաջի անհրաժեշտության վերցրել դուրս է եկել։ Նույնիսկ չի ասել ճանապարհը բացեք, գոնե տնից կահույք հանենք, այս հանենք, այն հանենք։ Առաջի անհրաժեշտության մի բան, որ կարող էր հագնել կամ հետը վերցնել։ Այդ Ադրբեջանը կատարել է էթնիկ զտում։ Ինչ փախնելու մասին է խոսքը։ Ամբողջ աշխարհը խոսում է էթնիկ զտման մասին, Հայաստանի վարչապետը արդարացնում է, որ Ալիևն առաջարկել էր փաստորեն, ու այս մարդիկ չեն ցանկացել մնան, փախնել արտահայտություն նշանակում է փախնել, Ժորժ ջան, չի ասում է դուրս եք եկել Արցախից։ Ասում է փախել եք, բան չեն փախնում, եթե վտանգ չկա։ Բայց այսօր առավոտից իրիկու ասում եք խաղաղություն ենք բերել, Ալիևն է մեզ խոստացել։ Ու ասում եք, որ ընդամենը մի կարճ ժամանակ առաջ 120,000 մարդ առաջ անհրաժեշտության ապրանքը վերցել ու փախել է։
Ումից են փախնում, վտանգից։ Նենց որ եթե Փաշինյանն ուզում է ջղայնացած ժամանակ խոստովանական ցուցմունքներ տա, ինքը իր վրա էլի, ինքն է խոստովանական, դա իր մոտ ստացվում է, ավելի լավ է ինքը քիչ խոսա, առավել ևս էմոցիոնալ չխոսա։ Ալիևը գրեթե 4 տասնամյակ առաջ Հայաստանից դուսեկացների համար այդքան փող են ծախսում, սիմպոզիում անում, էս անում, են անում, իշխանության падգամավորը Արևմտյան Ադրբեջան կառույցի ղեկավարը այդքան բուկլետ, այդքան ամեն ինչ անում են, ասում են չմոռանաք ձեր հայրենիքը, վաղը հետ ենք գնալու։ Փաշինյանն ասում է մոռացեք ձեր հայրենիքը։ Դա է ճանապարհը, այլապես պանդուխտ կդառնաք։ Բայց չես նայում, որ քու գործընկեր Ալիևը այդ մարդկանց շատ-շատ էսքի Հայաստանը չեն էլ տեսել։ Այն մարդիկ էլ ով դուս են էսքի հետ գալու ցանկություն էլ չունեն։ 4 տասնամյակից հետո, այդ ով է ցանկանալու հետ գա։ Բայց նրան ասում են, չէ, քո պապենական հողն է, քո հողի իրավունքով, արյան կանչով, արիստեղ չգիտես ինչեր են ասում, սրտաճմլիկ։ Մենք ասում ենք դուս ես եկե մոռացի։ Այն որ կարա Հայաստանում տուն տրվի, դա չի նշանակում, որ նա պետք է իր տունը մոռանա։ Իսկ որ պետք է նորմալ առողջ մթնոլորտ էլ այդ մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, որ իրանք միակողմանի այդ ինֆորմացիայի տակ չլնեն, որ ասեն այ մեր ժամանակ Արցախը կար, հիմա չկա։ Այդ որ ձեր ժամանակ կար, գիտենք ոնց եք բանակցել ու ինչ է կարել, որ հիմա չկա։ Ու այսօրվա մեղավորը իր մեղքը ունի, բայց դուք էլ ձերը ունեք, թե ինչ է կարել, որ այսօրվա վիճակին ենք հասել։ Մի սրբագրեք ձեր արածը այսօրվա մեղքով։ Ոչ էլ այսօրվա իշխանությունը սրբագրի իր արածը, որ երեք վատ էին արել, որ եկել մեզ հասել։ Այդպես առողջ մթնոլորտ չեն ստեղծում։ Այսքանը ուղղակի շատ չծավալվեմ։ Այսօր Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը մի քանի հայտարարություն արել, որ անպայման արժե անդրադառնալ։ Մեկ է, որքան էլ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության տարանցիկ փոխադրումների մասին, մշտապես հարց կա, որոնք են այն երաշխիքները, որ պետք է երաշխավորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ-որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն, եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։ Այսինքն խաղաղության որևէ երաշխիք չկա, նույնիսկ եթե պայմանագիր լինի, որովհետև միջազգային երաշխավորներին չենք հավատում։ Միայն հավատում ենք նրան, որ այդ խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի համար, քանի դեռ շահավետ է, խաղաղություն կա։ Հենց Ադրբեջանի համար շահավետ չէ, ուրեմն կլինի պատերազմ։ Բայց ժամանակ եթե կլինի պատերազմ, ինքը ավելի լավ է զինված, իր թիկունքին կանգնածա Թուրքիան, լավ էլ չենք խոսում միջուկային տերություն Պակիստանը։ Այսինքն հիմա դուք սրանից ինչ հասկացաք, որ այդ խաղաղությունը ընդհանրապես կախված է փոխշահավետությունից։ Իսկ եթե Ադրբեջանը մտածի, որ իրան ավելի շահավետ է, որ ինքը Թուրքիայի հարևանը լինի, ոչ թե Հայաստանի, ուրեմն ինքը էլ կարա խաղաղության մասին չմտածի։ Բա մենք ո՞նց ենք ժողովրդին տրամադրում խաղաղության։ Ոնց ենք ժողովրդին ասում, չեք տենում խաղաղություն ենք բերել, թրջկոտացեք, համերգ գնացեք։ Բայց երբ որ մենք զգուշացնում ենք, որ ասում ենք ժողովուրդը պետքա զգոն լինի, ժողովուրդը պետքա մարտական ոգին պահպանի, ու այնպես լինի, որ հարևանը մտքով չանցնի, որ մեր դեմ ոտնձգություն անի, մտածի շահավետ է խաղաղությունը։ Եթե տեսնի խաղաղությունը շահավետ չի, քայլ կանի, եթե տեսնի, որ այս հասարակությանը արդեն տեղը-տեղին բարոյա լքել են, որն ասում են, ինչի պետք է մեր հայրենիքը պաշտպանենք, ով որ ուզում է պաշտպանի, թող ինքը գնա, այդ ինչա մեր երեխեքի հաշվին եք անում եւ այլև, այս կարգի բաներ։ Դա հատուկ նպատակային ծրագրով արվում է, ժողովուրդ ջան։ Եվ տեսեք, եթե արտաքին գործերի նախարարը գտնում է, որ այդ խաղաղության որևէ երաշխիք չկա, միայն բարեկամքն է Ալիևի, դուք Ալիևի բարեկամքին հավատում եք։ Ես ընդհանրապես նոր ներկայացրեցի Ալիևի բարեկամքից ոնց են մազապուրց հայտնվել Հայաստանում։ Չուզենալով ապրել այդ Ալիևի հետ։
որ կարային նեղանային Հայաստանից, ասեն դուք Արցախը հանձնեցիք, մենք էլ իրար հետ ապրում ենք, բան չի չմնացին։ Այդ մարդկանցով ենք խաղաղություն ապահովելու, բայց շարունակությունը դրանով չի պրծնում։ Ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, խաղաղություն անամպ է, կլինի մեծ չափազանցություն։ Այսինքն Հայաստանի արտգործ նախարարը, որը բոլոր բանակցություններին մասնակցում է, ամբողջ ինֆորմացիային տեղյակ է, ինքը ասում է, որ ժողովուրդ ջան, այս խաղաղությունը անամպ չի, եւ շատ չափազանց կլինի, որ մենք ասենք այս խաղաղությունն անամպ է։ Բա մեզ ինչ եք ասում խաղաղությունը բերել են առաջիկա 1000 տարի ասվեց, չէ, սկզբից 100, հետո 500, հետո 1000։ Մի քիչ է, որ սպասենք այս ընտրությունները մոտենա կլինի 10000։ Թիվը էլի կրակ եկել է, ով պետք է ստուգի։ Բա երբ որ բա դրա համար ասում ենք, ինչի եք ժողովրդին տրամադրում խաղաղության, երբ որ դուք գտնում եք, որ այդ խաղաղությունը անամպ չի, 100%-ով երաշխավորված չի եւ կախված է ընդհանրապես Ալիևի բարի կամքից։ Այն Ալիևը, որը լավ է զինվում է։ Այն Ալիևը, որը հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։ Սա հեշտ ճանապարհ չէ, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով եւ մի օր հուսով եմ կունենանք վերջնական, այդ թվում նաեւ հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև, նշել է արտգործ նախարարը։ Այսինքն իր արտգործ նախարարը ընդհանրապես հաստատեց մի բան, որ այն զգոնությունը հասարակության բթացնելու անարդյունավետ է, որովհետև ցանկացած պահի կարող է Ադրբեջանի համար շահավետ լինի Հայաստանի տարածքը վերցնել, ոչ թե Հայաստանի հարևանությամբ հանգիստ ապրել։ Եթե ուժերի հարաբերակցությունը նայում ենք իր կողմնա եւ մեկ էլ նայում ենք աշխարհում ինչա կատարում եւ շարունակությունը նայենք էլի Արարատ Միրզոյանի պարզաբանումը, երբ որ հարցնում են անդրադառնալով Փաշինյանի հայտարարությունը, որ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով, նշել է Փաշինյանը ասել է, չէ, սեպտեմբերին ուզում են պատերազմ լինի։ Ինչ ասում, ես կարծում եմ ժամկետը սեպտեմբերը, վարչապետը պայմանական է ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել միանշանակ, այսինքն հեռանկար կարող է լինել եւ այդ ամիսն էլ որ նշել է սեպտեմբեր, պայմանական ամիս է ասել, կարար հոկտեմբեր ասել, կարար օգոստոս ասել։ Այսինքն սա ինչ է։ Եթե այսպես լինի, պատերազմ կլինի սեպտեմբերին, հետո ասում է, չէ, ուղղակի օրինակ է վերել։ Բայց այդ օրինակ վերելը ամբողջ երկրին տերորի է ենթարկում, թե մենք ենք խաղաղության կուսակցությունը, իսկ պատերազմի կուսակցությունը մնացած բոլորն է։ Նույնիսկ չեն ասում են մենակ ինչ որ ուժեր, ասում են բոլորը, եթե բոլորին նկատի ունեք, ուրեմն բոլորիս նկատի ունեք։ Էդով է խաղաղության կոչանում, որ լրագրողի հարցին այս հայտարարության մեջ շանտաժի էլեմենտ չի տեսնում, արտգործ նախարարը նա պատասխանեց, այստեղ շանտաժը ո՞րն է, մենք ասում ենք, մեզ պետք է խաղաղություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այլ պայմաններում հավատացեք մեր խորը համոզմամբ Հայաստանը ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացում, այլ Հայաստանի որպես անկախ պետություն գոյությունն ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Սա մի առաջարկ է քաղաքացիներին եւ կա զուգահեռ առաջարկ, մեզ այս Հայաստանն ընդհանրապես պետք չէ, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան, սա շանտաժ է, սա շանտաժ չէ, սովորական բան է, բայց ով է ասել, որ մեզ Հայաստան պետք չի։ Ես չգիտեմ ումից եք լսել, այսինքն դուք ցանկացած քուչի խոսակցություն կարակ բերեք դարձնեք պետական քաղաքականության մակարդակի բարձրացնեք ու ասեք իրանց Հայաստան պետք չի, մենք ձեզ խաղաղություն ենք բերել, հակադրվելով իրանց ով է ասել, որ մեզ Հայաստան պետք չի։ Եվ բացի այդ էլ բացատրում է Միրզոյանն ասել է, որ իրենք ասում են, իրենք խաղաղության կուսակցություն ունեն եւ մյուս ուժերի ասածն այնքան անհեռանկար է եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Մյուսում բոլորի մենք էլ ենք ընտրության մասնակցում, տես բան լսել եք։ Էս ինչ շանտաժներ է։ Բայց մենք շանտաժ չենք անում։ Դա մեր քաղաքական իրավունքն է, հարցը սպառված է։ Շանտաժ կա, շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու է
ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է։ Այսինքն սա պատերազմ պատվիրելը, պատերազմով վախացնելը մեր քաղաքական առաջարկն է։ Այսինքն սա նախընտրական հոլովակ է, ժողովուրդ ջան։ Ընտրեք մեզ, պատերազմ չլինի, չընտրեք մեզ, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Հիմա էլ ասում է, չէ, ժողովուրդ ջան, այդ սեպտեմբերին պայմանական բան ենք ասել։ Հետո ինչ որ մարդիկ ասում են Հայաստան մեզ պետք չի, մենք դրա համար ասում ենք մեզ պետք է։ Մենք էլ ենք ասում մեզ պետք է։ Բա ով ասե, որ եթե մենք ընտրվենք, պետք է Հայաստանից հրաժարվենք կամ պետք է պատերազմենք։ Այս էր քաղաքական այս հայտարարությունը իշխող քաղաքական ուժի կողմից։ Ինչ է։ Դրա համար ինչպես տեսնում ենք ցանկացած հարց, նույնիսկ մարդկանց անվտանգությունը դարձրել են, այսպես ասած, նախընտրական հոլովակ, էլի, այսինքն պերաշկի ուտելու մակարդակի է իջացված։ Ընտրեք մեզ, պատերազմ չի լինի։ Հետո էլ ասում են, դե հա, ուղղակի դե կարող է տենց լինի։ Դրա համար ժողովուրդ ջան, ընտրեք մեզ, պատերազմ չի լինի հաստատ։ Դրա համար օգտվելով առիթից ասեմ, հետո անցնեմ մնացած հարցերին։ Գիտեք, ինչքան կարևոր է, որ նաև մենք մեր հարթակը ունենանք ու կարողանանք դրանով ակտիվ աշխատել, մաքսիմալ աշխատանք տանել, մանավանդ տեսնում եք, թե մեդիա ռեսուրսը ում ձեռքն է գտնվում, բանի մեծահարուստների ռուսական տիրույթում եւ իշխանության։ Այսինքն ինչքան դժվար է մեզ համար տարածք հարթել, ճանապարհ հարթել կամ պարզաբանումները հիմնավոր ձևով ներկայացնել, որովհետեւ դա մենակ չի լինելու զուտ ուղակի ասենք միտեղ հարցազրույցի գնաս ինչ որ մի քանի օրը մեկ, այլ նաև կոնկրետ կարողանաս այդ խնդիրների մասին խոսես, ինչ է կատարում աշխարհում, տարածաշրջանում, դրանք պակաս կարևոր չեն։ Դրանք ընտրությունների հետ կապված ամենակարևոր կոմպոնենտն են։ Եթե մարդը չի պատկերացնում աշխարհում ինչ է կատարում, ինչ ընտրություն է կատարում, ում է ընտրում, որ ինչ հարց լուծի։ Դրա համար Սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն կունենան իրանց ֆինանսական մասնակցություն ունենալ, իրանց աջակցություն ունենալ, նյութերի տակ դեկարագրական մասում կա բոլոր կարգի փոխանցումներ, բանկային, քարտային, PayPal, Patreon, արագ փոխանցում, մի խոսքով բոլորը կա, բոլոր տվյալները կա, ցանկության դեպքում կարող եք մասնակցել, բայց անպայման, քանի որ այս ընտրությունների հետ կապված հարցը միայն ալիքի մասին չի խոսքալ, շատ մեծ ծանրաբեռնվածություն կա կուսակցության վրա, որը որ ընտրություններին է մասնակցում, անպայման ձեր հնարավորությունների սահմաններում կապվեք կուսակցության հետ, գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի հետ կամ համապատասխան մարդկանց հետ, ինչով կարող եք աջակցել, նաև բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, այ համագումարի հետ կապված տարածվեց նյութ, ես էլի մոտ տեղադրեցի, մարդիկ պատկերացում ունենան, ինչ են քննարկում, Facebook-յան ալիքին իր էջին բաժանորդագրվեք, ձեր ֆինանսական աջակցությամբ կարող եք օգնել, մի շարք ծրագրեր կա, պատկերացնում եք ծավալը այդ ծրագրերի, ինչով որ կարող եք այդ հարցերով կապվեք եւ այդ բոլոր հարցերով կարող եք օգտակար լինել, սկսած նրանից, որ նյութեր տարածեք, սկսած նրանից, որ ձեր ծանոթներին զանգեք, նաև ձեր ծանոթներին ասեք, որ նրանք անպայման գնան, ով տեղեկացված չի նյութերն ուղարկեք, ով անտարբեր է բացատրեք, որ հազիվ ունենք մի շանս, որ գնանք նորմալ ընտրություն կատարենք, մի խոսքով բավական գործ կա եւ մեր վրա եւ ձեր վրա, որտեղ սա միասնական գործ է, սա մեր ծրագիրն է, սա ձեր ծրագիրն է։ Հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական եւ լիակատար կարգավորման շուրջ։ Հիմնվելով այս խորը մանրամասն եւ կառուցողական խոսակցությունների ոգու եւ տոնայնության վրա, որոնք կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները, կախված ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջողությունից, գրել է ԱՄՆ նախագահ։ Այսինքն պատերազմը չի դադարել, զինադադար չկա։ Ընդամենը երբ որ ինքը սպառնացել էր, որ 48 ժամ եմ տալի, եթե հանկարծ Հորմուզի նեղուցը բացեք, անենց կործանարար հարվածներ եմ հասցնելու, որ դուք կտեսնեք, թե ինչ եմ անելու, եւ Իրանից էլ ասեցին, իրանք էլ պատասխան հարված են հասցնելու, երեկվա եմ նյութի մեջ ասեցի, որ եթե Դոնալդ Թրամփը իր ուլտիմատումը դրել է
դա իրականություն էլ դառնա, չդառնա էլ երկուսն էլ վտանգավոր է, որտեվ իսկ եթե ինքը հետ է քաշվում, որտեվ տեսնում է ասեց պատասխանը ստացավ, դուք պատկերացնում եք աշխարհի ամենահզոր երկիրը, որ ինչ սպասումներ ունենք աշխարհակարգի հետ կապված, նաև մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարության հետ կապված, ինքը սպառնում է Իրանին, հետո հետ է քաշվում, Իրանի հետ հետո ո՞նց ենք խոսալու։ Իրանի հետ որպես պետություն մենք պրոբլեմ չունենք, բայց Իրանը շատերի հետ պրոբլեմ ունի։ Հետո մենք պրոբլեմ կունենանք, եթե Իրանը սկսի մեծ պահանջներ ներկայացնել, որ այս բանը դուրս չի գալի, այս բանը sense մի արեք, այդ ճանապարհը պետք է Հայաստանով չանցնի, ո՞նց ենք բացատրելու, թե սա մեր ինքնիշխան տարածքն է, էսա այնա, երբ որ տեսնում ենք, որ էլ ոտատակ են տալիս, ում ձեռից ինչ գալիս է։ Դրա համար երկու պարագայում էլ, այսինքն դա խնդիր է նաև մեզ համար։ Հիմա նայենք Իրանից արձագանքը, որպեսզի պատկերացնենք հիմա պատերազմը դադարել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը տեսավ, որ սպառնալիքը չանցավ, հետ քաշվեց։ Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն արդյունավետ բանակցությունների մասին, պնդելով, որ իրականում որևէ քննարկում տեղի չի ունենում։ Թրամփի որոշումը 5 օրով հետաձգել հարվածները ոչ թե դիվանագիտական առաջընթացի արդյունք է, այլ նահանջ պայմանավորված Իրանի կողմից հնչեցրած իրական ռազմական սպառնալիքներով և արևմուտքի ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։ Միջնորդների միջոցով ստացված բոլոր հաղորդագրություններին Թեհրանը տվել է հստակ պատասխան։ Պաշտպանողական գործողությունները կշարունակվեն մինչև լիակատար զսպման հասնելը։ Թեհրանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու լայնամասշտաբ պաշտպանությունն ու հակահարվածները, անկախ Վաշինգտոնի հայտարարած դադարներից։ Այսինքն դուք պատկերացրեցիք, որ գործնականում նույնիսկ սա բլեֆել չի, երբ որ Դոնալդ Թրամփն ասում էր դե եկեք բանակցենք, որ հանկարծակի բերենք հարվածենք, անգամ չի էլ բանակցել, ուղղակի սա հայտարարել է, անմիջապես նավթի գներն ընկել են, մտածելով, եթե Իրանի հետ պայմանավորվել է, ուրեմն այդ ճգնաժամի հարցը լուծվել է, կարող է վիճակը կարգավորվի, բայց հա դե մի կարճ ժամանակ հետո պարզ կդառնա, չէ, ինչ է կարգավորը, ինչ չէ։ Նույնիսկ եթե այդ էներգետիկ համակարգերին չի խփում, նրանք է պատասխան չեն խփում, շատ ուրախ ենք։ Պատերազմը դադարի, ավելի ուրախ կլինենք, բայց պետք է ամեն ինչ հետևողականորեն նայել, որովհետև խնդիրը լուծված չէ։ Իրանին դարձել են վտանգավոր վիրավոր գազան, եւ այդ պարագայում, եթե Իրանին չեն կարողանում զսպեն, դա կարող է ունենալ հետևանք։ Իսկ եթե Իրանը մի օր կանգնի, ասի ես քո տարածքային ամբողջականությունը երաշխավորել եմ, չէ, ես ոնց որ տենեմ եմ խաղեր են տալի, ես Թուրքիան, Ադրբեջանը, Ամերիկան, Ռուսաստանը, վերևից մի հատ զորք մտցնեմ ու քո անվտանգությունը պահեմ։ Ինչ ենք անելու։ Իրանի մտցրած զորքերը չենք տեսել, Գազայում, Հութիների մոտ, ոնց է աջակցում, Լիբանանում, Սիրիայում, որտեղ է պետություն չեն դառել, որովհետև պետության մեջ պետություն ստեղծած է զինված խմբավորումներ։ Մենք դրա կարիքը ունենք, կամ մենք կարողանանք դրանից հետո Իրանին հանենք ստեղից, համոզելու ենք, որ դուրս գա, պետք է ասի չեմ ասել, այս կողմերը արևմուտքը չերևա։ Չեք կարող ձեմն առնեք, ես կառնեմ։ Այնպես որ դրանից, եթե որևէ մեկը ուրախանա, որ Իրանը կարող է Ամերիկային հետ շպրտի, շատ առնվազն շատ տարօրինակ է, շատ զարմանալի։ Նույնիսկ այն սխալները, որը Միացյալ Նահանգներն ու Իսրայելն անում են, շատ վատ հաշվարկած քայլեր են անում։ Միևնույնն է, դա մեզ ոչնչով օգուտ չի, որ ասենք, լավ, վերջապես Ամերիկան հետ քաշվեց։ Այդ ում հույսով ենք մենք ուզում մեր հարցերն առաջ տանենք։ Մնում ենք Իրանի հույսի։ Կամ էլ թե չէ ինքը ասի, այս կողմերը չերևան արևմուտքից, իրանք իմ թշնամիներն են։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերն ասել է. ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ արշավը մեծ մասամբ առաջ է գնում կամ ըստ պլանի է ընթանում։ Ինձ թվում է իրան հուշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Հիմա մեկը հարցնի. ընկեր ջան, այդ որ ըստ պլանի է գնում, այսինքն հիմա Իսրայելը հրթիռակոծել է, որ խփում է Իրանը, դուք պլանավորել էիք դա։ Այսինքն որ խփում է արաբական ձեր բարեկամ երկրներին, ուրեմն դուք դա պլանավորել էիք։ Որ զինվորներ ազդեցնից զոհվում, դա էլ էիք պլանավորել։ Այսինքն ոնց կարելի է այդպես բան ասել,
Այն դեպքում, երբ որ բոլորը տեսնում են, որ ձեր պլանները չի աշխատել, դուք հնդածս փորձում եք դա փոխել։ Եթե դուք ասում եք գնում ըստ պլանի, արաբական երկրները ասում են, ուրեմն դուք իրոք ուզում եք, որ մեզ հարվածեն ու սենց ծանր վիճակի մեջ գցեն մեր տնտեսությունը, բացի նավթա վերամշակման գործարաններից, կառույցներից, այլ նաև տուրիզմը, հեյնանից էլ եք գցել եք մի կողմ։ Դուք տեղյակ եք ինչա կատարում այդ երկրներում։ Ու դա փաստորեն ըստ պլանի էր։ Դուք դա պլանավորել էիք։ Դրա համար մենք այս բոլորը մինչև Թրամփի հայտարարությունը, որը որ ինքը արել է, մինչև այդ հայտարարությունը այդ ամեն ինչին հերթով գանք, որովհետև ոչինչ իր հայտարարությունը չի փոխել, բացի նրանից, որ ինքը նույնիսկ հանկարծակի չի բերել։ Ուղղակի հասկացել է վտանգը, եթե ինքը հարվածի։ Վերջ։ Պատերազմ չի ավարտվել, պատերազմի նպատակները իրականացված չեն։ Ոչ էլ Իրանն է հաղթել։ Դրա համար նայենք, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը հայտարարել է, Ճապոնիայի վարչապետ Սանայի Տակայիցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ժամանակ պարտավորություն չի ստանձնել մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը։ ԱՄՆ-ի կողմից հարցում է եղել Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման գործում ներդրում ունենալու վերաբերյալ, ի պատասխան ճապոնական կողմը բացատրել է, որ այս տարածաշրջանում անվտանգությունը չափազանց կարևոր է էներգակիրների կայուն մատակարարման տեսանկյունից, եւ մանրամասը պարզաբանել է, թե ինչ կարող է եւ ինչ չի կարող անել Ճապոնիան իր օրենսդրության շրջանակներում։ Այսինքն չի կարող իր օրենսդրության լիազորություններից դուրս գա։ Դրանով քննարկումն ավարտվել է եւ Ճապոնիան որևէ լրացուցիչ պարտավորություն չի ստանձնել։ Այսինքն երբ որ Դոնալդ Թրամփը սովորություն ունի հանդիպումից հետո այնտեղ հրապարակային մի բան ասում է, որից հետո էլ ասում է լավ ուրախ հաջող հանդիպում ունեցանք, շատ եմ սիրում ես ինչին, ասում են այդքան շատ մի սիրի, մենք քո ասածը չենք անելու։ Այսինքն անմիջապես պարզաբանում է ներկայացվել, որ իմանաք, որ միևնույնն է Ճապոնիան, որը բարեկամ երկիր է Միացյալ Նահանգների համար, որը նույնիսկ ամեն կերպ փորձում է նաև աջակից լինել ուկրաինական պատերազմում, նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման գնալով սանկցիաների եւ անի խնդիրներ, այն որ իրանք իմ պատմություններ ունեն Ռուսաստանի հետ նորություն չի, բայց ամեն դեպքում ինքը մտածում է, ինքը արևմտյան գծի գործընկերն է, բայց այս պարագայում ինքը Դոնալդ Թրամփին ասում է, որ դա մեր պատերազմը չի, անգամ մեր օրենսդրությունը դա թույլ չի տալիս։ Իհարկե, մի բան ուրախալի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հայտարարությամբ փորձում է, ասենց ասած, հարթի ինչ-որ կոնֆլիկտ, որը կա ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների միջև, թեպետ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարն է, ի նկատի ունեմ եվրոպական ՆԱՏՕ-ականները։ Միևնույնն է, սա ընդառաջ քայլ է, ոչ ավելին, դեռ հարցը լուծված չի։ Ուղղակի ներկայացնեմ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Դաշինքը չի կարող հաստատել Իսրայելի այն պնդումը, թե Դիեգո Գարսիայի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են եղել։ Այսինքն այն ինչ որ Իսրայելն ասում էր, որ տեսեք ինչով են խփել։ Այդուհանդերձ Ռյուտեն աջակցել է Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմին, այն անվանելով անհրաժեշտ եւ հանրությանը կոչ անելով սատարել նրան։ Ինչի է այդպես հանրությանը կոչ անը, որտեղ հասկանում է, որ վարկանիշը Դոնալդ Թրամփի կտրուկ նվազել է, մտածում է, որ գոնե այդ քայլով ժողովրդին ասի լավ էս մարդուց մի նեղացեք, ինչ շատ կարևոր բան է անում։ Եվ իրանք էլ պատրաստ են աջակցել զուտ նրա համար, նաև ինչ որ միտեղ Դոնալդ Թրամփն ասում էր առանց մեզ ՆԱՏՕ-ն թղթեվագր է, բայց իսկապես մեզ հեչ պետք չի, որ ՆԱՏՕ-ից հրաժարվի Դոնալդ Թրամփը կամ Եվրոպայից հրաժարվի, դա ուղղակի խիստ անընդունելի է, այդ կառույցը շատ օգտակար դերակատարություն ունի, նոր աշխարհակարգի հետ կապված անգամ ունենալու է, եւ իհարկե մի շարք սխալներ հաշվի առնելով, այնպես չի որ ամեն ինչ նորմալ է, բայց ամեն դեպքում լավ, դա էլ չկա, ՄԱԿ-ը չկա, դա էլ չկա, ինչ կա։ Ամերիկան էլ ոնց որ տեսնում եք, քանի Թրամփն է, չես իմանա առավոտ քնից արթնանա ինչ կմտածի, ում կառաջարկի խաղաղություն կամ ում կհարվածի։ Այս պարագայում գոնե այնպես լինի, որ հարթվի տարաձայնությունները ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների։ Ես հույս ունեմ, որ ամերիկացի ժողովուրդը նրա հետ կլինի, որովհետեւ նա դա անում է ողջ աշխարհն
ապահով դարձնելու համար, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Այսինքն հասկացաք, սա ընտրություններից առաջ ժեստ է Դոնալդ Թրամփին, եթե Դոնալդ Թրամփն էլ դա գնահատի, չսկսի պառակտումից ու կոնֆլիկտներից խոսալ ՆԱՏՕ-ի հետ։ Ռյուտեն նաև հասկացնել է տվել, որ ՆԱՏՕ-ն սատարում է Վաշինգտոնին, նշելով, որ ակնկալվում է անդամ պետությունների համախմբումը Թրամփի շուրջ, չնայած համակարգման հարցում առկա հապաղումներին։ Ես հասկանում եմ նախագահի հիասթափությունը, որ սա որոշակի ժամանակ է պահանջում, բայց նաև խնդրում եմ մի փոքր ըմբռնումով մոտենալ, քանի որ երկրները պետք է պատրաստվեին դրան առանց նախապես տեղեկացված լինելու, ասել է Ռյուտեն։ Իդեպ, ՆԱՏՕ-ի ցանկացած երկիր, որն ասել է կաջակցեմ Ամերիկային, անմիջապես Իրանը նրանց թիրախավորել է։ Սա էլ է վտանգ, որովհետև այդ երկրները տեսնելով ամերիկյան ռազմաբազաների վիճակը արաբական երկրներում, հասկանում են նաև այն հեռահարությունը հրթիռների բալիստիկ, որ ունի Իրանը, իրանք լավ են հասկանում, որ եթե իրանք մտնեն կռվի մեջ, պատասխան են ստանալու, անգամ որ կարող են Իրանից հրթիռի վրա նկարեն Իսպանիայի վարչապետին ու ասեն դա կուղարկեք։ Դրա համար ես ինչի համար եմ սա ասում, որ մենք պետք է ինդիկատի ունենանք այս հանգամանքը, որ այո, ՆԱՏՕ-ի հետ կապված այս խնդիրը ինչքան շուտ լուծվի, այնքան դա մեզ համար շատ օգտակար կլինի, մանավանդ գիտեք ին վերաբերմունքը այդ կառույցի եւ ամերիկյան արևմտյան կառույցների նկատմամբ։ Բայց հիմա մենք նայենք շարունակությունը, որովհետեւ ինչը հանգեցրեց այս խնդիրներին, որ Դոնալդ Թրամփը նման հայտարարություն արեց, որ հասկանանք հարցը լուծվել է, թե չէ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը գրել է. Ռազմաբազաներին զուգահեռ ԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող ֆինանսական կազմակերպությունները ևս օրինական թիրախներ են։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը ներծծված են իրանցիների արյունով։ Դրանք գնելով դուք հարվածի տակ եք դնում ձեր շտաբ բնակարաններն ու ակտիվները։ Մենք հետևում ենք ձեր պորտվելներին, սա մեր վերջին նախազգուշացումն է, նշել է Ղալիբաֆը։ Էդ էլ փաստորեն պատկերացնում եք խորհրդարանի խոսնակն է այդ մասին խոսում, էլի, այսինքն պաշտոնյաներին հերթով ոչնչացրեցին իբր թե հարց էին լուծելու, տակը ով մնաց օրը մի քանիսը են էլ հայտարարություններ են անում եւ Ամերիկայի եւ Իսրայելի հասցեին կոշտ հռետորաբանությամբ։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ հայտարարել. «Հեյ Թրամփ, դուք ազատված եք աշխատանքից, դուք գիտեք այդ արտահայտությունը։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»։ Զոլֆաղարին իր ելույթն արտասանել է անգլերենով։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար արտահայտությունը Թրամփի բնորոշ արտահայտությունն է, որը հաճախ օգտագործվում է սոցիալական մեդիա հարթակներում։ Այսինքն դուք կարծում եք սա նորմալ է, որ Ամերիկայի նախագահին Իրանից ծաղր է։ Եվ մենք ավելի շատ ենք մեզ վատ զգում, քան երևի Թրամփը։ Այսօր հասանք, ժողովուրդ ջան։ Բայց մոլորակի աշխարհակարգը ով է ապահովելու։ Ուկրաինական պատերազմը դեռ չի վերջացել։ Ծայրն էլ չի երևում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. «Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է եւ սպառնալիք ազատ աշխարհի համար։ Իրանը ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ եւ փորձում է շանտաժի ենթարկել ողջ աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով», ասել է Նեթանյահուն։ Իհարկե մի քիչ տարօրինակ է, որովհետեւ այն հարվածները, որը Իսրայելն է հասցնում, այսպիսի մեղադրանք ներկայացնի, մանավանդ որ խփում են եւ հիվանդանոց եւ դպրոց, ինչին պատահի, եւ տենց շատ ուրախությամբ տեսեք հիմա հարվածեցինք սենց հեգնանքով, բաներով, ծաղրելով եւ այլ, սենց սրտաճմլիկ բանը չի լսվում, որովհետեւ եթե դու այդ ձևով ես արտահայտվում, պատասխան հարված կարող է ստանաս, դա էլ պետք է հաշվի առնեիք, այսինքն դուք հասկանում եք խնդիրը, ինչի առաջ եք կանգնել ու կանգնեցրել։ Իհարկե մի բան էլ ասեմ, շատ հեշտ է, երբ որ մարդիկ մեկնաբանում են, Ամերիկան Եվրոպայի հետ շատ լավ է, հավաքական արևմուտքը կանգնած է Ուկրաինայի թիկունքին, Իսրայելը Ամերիկայի ընկերն է ու դնում ասում են Ժորժան ամեն ինչ լավ է։
Բայց խնդիրը չէ, այդ մարդիկ կոնֆլիկտ են ունենում։ Ու դուք պետք է որոշեք ում կողմն եք, ձեր համակրանքը ում կողմն է։ Եթե Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային չի օգնում, դուք պետք է որոշեք, դա նորմալ եք համարում, թե չէ։ Ես զազել եմ, չէ։ Ուկրաինային պետք է օգնես։ Նոր աշխարհակարգի համար դա բոլորիս անվտանգության խնդիրն է։ Եթե Եվրոպա-Ամերիկա կոնֆլիկտ ալում ու հասկանում ենք, որ Եվրոպայի տեսակետը ճիշտ է, ասում ենք, հոп, ժողովուրդ ջան, այս հարցում Եվրոպան ճիշտ է։ Այս մյուս հարցում չէ, այս մյուս հարցում սենց։ Այսինքն, եթե այո կա որոշում կայացնել, դա դու պետք է հասկանաս, որ այդ որոշում կայացնելու հետ կապված հենց դες լղոծված հայտարարություններ անելով չի լինի։ Հիմա նայենք, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է. Միացյալ Նահանգներին թերևս անհրաժեշտ լինի ուժեղացնել հարձակումներն Իրանի դեմ պատերազմն ավարտելու համար։ Պատասխանելով հարցին, թե Թրամփը պատրաստվում է դադարեցնել, թե սրել պատերազմը, Բեսենթն ասել է. դրանք միմյանց չեն բացառում։ Երբեմն լարվածությունը նվազեցնելու համար պետք է գնալ սրման։ Սա միակ լեզուն է, որն իրանցիները հասկանում են։ Այսինքն հիմա սրելու լեզուն են իրանցիները հասկանում։ Բանույն Բեսենթ, չնայած իր քո հայտարարությունից հետո Թրամփը ինչ հայտարարեց, հետ քաշվելը։ Չաշխատեց այդ վախացնելը, չաշխատեց այդ հարվածները։ Բեսենթը հրաժարվել է նշել ժամկետներ, թե երբ ամերիկացիները պետք է սպասեն գների նվազման, սակայն նշել է, որ ընտրողները կհամաձայնեն Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքի վերացումն արժե այդ ժամանակավոր ծախսերը։ Չգիտեմ, դա կլինի 30 օր, 50 օր, թե 100 օր, բայց Մերձավոր Արևելքում 50 տարվա խաղաղությունը եւ իրանական վարչակարգի պարտության գիտակցումն արժեն դրան, ասել է նախարար Բեսենթը։ Իհարկե, այսպիսի 30-50 100 օր ասողը, եթե ֆինանսների նախարարը, եսիմ, եթե օթերոթաբանը լներ, ասեր եղանակը սենց կլինի, մի կերպ կհասկանանք, բայց դրանից ակնհայտ երևում է, որ իրանք ուղղակի չեն տիրապետում իրավիճակին, թե ինչա սպասվում։ Սա է դժվարություններ առաջացնում եւ ասել, որ Ամերիկայի ընտրողը իրանց կհասկանա, թեկուզ մի քիչ դժգոհություններ ունենա գների բարձրացումից, որովհետեւ գիտի աշխարհի համար բառն ենք լուծում, չի հաջողվում իրանց համոզել, որ սա Ամերիկայի ընտրողի համար է, որովհետեւ Ամերիկայի ընտրողները շատ լավ են հասկանում, որ Իրանը որևէ վտանգ Ամերիկայի ընտրողի համար չէր ներկայացնում։ Ամերիկայի ընտրողի համար այդ դա վտանգ չէր։ Եթե ուզում ես Իսրայելին օգնես, դա ես բացատրում եմ ուրիշ, որ Իսրայելին միջուկային հարված կհասցնեն։ Եթե Ամերիկայի ընտրողին ասում է սպասի Վենեսուելայի նավթը վերցրել ենք, Իրանինն էլ վերցնենք, ավելի մեր դերակատարությունը կմեծանա, բայց նա իր վրա զգում է, որ առայժմ որևէ առաջընթաց, որևէ հաջողություն դրա մեջ ինքը չտեսավ, ինքը մենակ դժվարություններն է տեսնում։ Բայց եթե ընտրողի վրա հույսը դրել ես, որ ինքը հեռահար կմտածի, որ այդ նավթի հարցը մեծ հաջողություններ է բերում, դու խնդիրը չես էլ կարողանում Իրանի հետ լուծես ու հիմա հետ քայլ ես անում։ Իրանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է. Հիշեցնում ենք, որ հակառակորդի կողմից Իրանի ափերի կամ կղզիների վրա հարձակվելու ցանկացած փորձի դեպքում Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները, ինչպես նաև ափամերձ գոտին կականապատվեն։ Դուք պատկերացնում եք, որ իրանք բասում էին ական չունենք, բասում էին այս չունենք, այն չունենք, այն չունենք, հայտարարության մեջ նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր է միայն Իրանի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված երկրների համար Թեհրանի հետ այդ հարցի համաձայնեցման դեպքում։ Այսինքն, այնպես է, որ դեռ չի կարողանում Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցը բացել, սպառնացել էլի չի կարողանում բացել, եթե չեք բացի կհարվածեմ, հիմա էլ ասեց չեմ հարվածում, բայց այնց չի, որ Իրանից ասին, դե որ չես հարվածում, մենք էլ Հորմուզի նեղուցը բացում ենք։ Ինչպես տեսնում եք, դա չհաջորդեց Թրամփի հայտարարությանը։ Այսինքն արդյունքում չհաջողվեց այդ վերահսկողությունը Իրանի հանել։ Իսկ դա լրացուցիչ խնդիր է մեր տարածաշրջանի համար։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է. Հաշվի առնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անկարողությունը կատարելու ագրեսիայի եւ խախտումների կանխման իր պարտականությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով Իրանի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը, Իրանի կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման կտրվի համաչափ պատասխան։ Հետագա ցանկացած լարվածության համար ողջ իրավական պատասխանատվությունը եւ բոլոր հետևանքները կկրեն նրանք, ովքեր նախաձեռնել են այն։
Հիմա տեսնում եք, սա էլ ինչի եմ այս ամեն ինչը նաև ներկայացնում Թրամփի հայտարարությունից առաջ արված, որովհետև այս բոլորի արդյունքում է Թրամփը հասկացել, որ նրանք հետքայլ չեն անում։ Ավելի լավ է ավելի չսրի, որովհետև տեղից էլ հիմա ստեղծված վիճակից ձևը չեն գտնում դուրս գան։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է. Իրանը կպատասխանի իր էներգետիկ ոլորտի վրա հարձակմանը թիրախավորելով Իսրայելի էլեկտրակայանները, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ԱՄՆ բազաներին էներգիա մատակարարող կայանները։ Մենք վճռական ենք արձագանքել ցանկացած սպառնալիքի նույն մակարդակով զսպման առումով։ Եթե դուք հարվածում եք էլեկտրաէներգիային, մենք հարվածում ենք էլեկտրաէներգիային, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այս այն կորպուսն է, որ փետրվարի 28-ին Դոնալդ Թրամփը հարվածելուց հետո ասեց երեկոյան զենքը, որ դուք վայր դնեք, ձեզ բան կանենք, էլի չենք ոչնչացնի։ Հիմա իրանք արդեն սպառնում են Միացյալ Նահանգներին եւ նրա գործընկերներին։ Այսինքն տեսնում եք, որ նաև սա եղավ պատճառը, որ Դոնալդ Թրամփը հասկացավ, որ ըստեղ ինքը հաջողություն չունենա, բայց լավ, այս պահին ինքը հետ քայլ արեց։ 5 օրը անցավ, կամ 5 օրվա ընթացքում հարվածներ եղան։ Արդյունքում մենք ինչ խնդիր ունենք մեր տարածաշրջանում։ Ինչ լուծում գտնվեց, որ մենք ասենք լավ հանգիստ ենք եւ խաղաղությունը վերադարձել է մեր տարածաշրջան։ Որքան հիշում եմ, մեր մոտ խաղաղությունը խաչմերուկի տեսք ուներ, բոլոր ուղղություններով սլակներ էր։ Իսկ եթե ռեգիոնալ քաղաքականություն ես վարում, ռեգիոնալ քաղաքականության պարագայում պետք է ռեգիոնում լինի խաղաղություն, ոչ թե մենակ առանձին վերցրած քու երկրում։ Առավել եւս առանձին վերցրած քու երկրում պայմանավորված այդ խաղաղությունը Ադրբեջանի հետ հարաբերություններով, իսկ ավելի լավ, քան մեր արտաքին գործերի նախարարը, որ բացատրում է, թե ինչի վրա է հիմնված այդ խաղաղությունը, դա ընդհանրապես Ադրբեջանի բարի կամքի, հաստատ շատ անելիք կա մեր հասարակության համար եւ որ հասկանան, որ ինչ ձևի ընտրություն պետքա կատարեն, ինչքան պետքա զգոն լինեն եւ հասկանան վստահում են արդյոք այս իշխանությանը իրանց բերած խաղաղությամբ եւ իրանց տնտեսական քաղաքականությամբ, իրանց իրավական քաղաքականությամբ եւ այլ եւ այլ։ Այսինքն սրանք բոլորը հարցեր են, որ առաջիկա շատ կարճ ժամանակում մարդիկ պետքա իրանց որոշումը կայացնեն։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։